մենք ագարակում ի վերջո իրականացնում ենք TRIP նախագիծը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագիծը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու ագարակի համար եւ ի վերջո 33 կամ 4 տարի ընդմիջումից հետո ագարակի մեղրի երկաթուղին աշխատելու է։ Եվ այս ամեն ինչի արդյունքում ամենակարևոր արձանագրումն է, որ ագարակը եւ ընդհանրապես մեղրի խոշորացված համայնքը հայտնվելու է տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրքում։ Հարգելի բարեկամներ, հարգելի ագարակցիներ, եւ այս շատ կարեւոր է արձանագրել, թե ինչպես կարող է Ես վերջերս առիթ ունեցա խոսելու Երևան Dialogue դիվանագիտական ֆորումի ժամանակ ես բեմ բարձացա մի բան ասելու հետևյալը, որ ժողովուրդ ջան, Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է։ Մինչև հիմա մեր ընկալումը եղել է այն, որ Հայաստանը այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որը պրոբլեմ է մեզ համար, եւ այդ անընդհատ հատկապես մեղրի եւ ագարակի պարագայում այդ խոսույթը անդադ զարգացել է այդ մեղրի հետ կապված հարց, չգիտեմ, եւ այլն։ Հիմա այլևս ես պաշտոնապես ասում եմ, մեղրի հետ կապված որևէ հարց չկա եւ չի կարող լինել։ Ագարակի հետ կապված հարց չկա եւ չի կարող լինել։ Հիմա այդ բոլոր հարցերը ընդհակառակը տրանսֆորմացվում են եւ վերափոխվում են, դառնում են Հայաստանի Հանրապետության բարեկեցություն, այդ ամեն ինչը տրանսֆորմացվում է եւ դառնում են Հայաստանի Հանրապետության անվտանգություն, այդ ամեն ինչը տրանսֆորմացվում է եւ դառնում են ներդրումային մեծ միջավայր Հայաստանի ուղերձներով։ Ես օրվա վերջում կանդրադառնամ, թե վերջին տարիներին մենք ագարակում ինչպիսի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել եւ մեր իրականացրած փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունեցել ագարակ բնակավայրում։ Այստեղ նաեւ մենք օրենսդրություն ենք ընդունել, որի արդյունքում հանքարդյունաբերության ընկերությունները ռոյալթի են լրացուցիչ վճարում ազդագիր համայնքներին 2%-ի չափով, որը լրացուցիչ մենք անդադ տեսնում ենք այդ շինարարությունները ընթանում է։ Եվ այս ամեն ինչը ինչի մասին է ժողովուրդ, այս ամեն ինչը խաղաղության մասին է, բայց ամենակարևորը եւ ամենակարևոր ուղերձը, որով մենք եկել ենք ագարակ այդ խաղաղությունն է, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունն է հաստատված եւ մենք դες կոչ ենք անում, մենք ձեզնից ակնկալում ենք, որ դուք 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ ինչ անեք, տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք այն ամեն ինչի մասին ասացի, տեր կանգնեք կառուցվող լայնածավալ շինարարությանը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում արդեն շինարարության ծավալները հասել են այն կետին, որ մեկ էլ եղել է խորհրդային միության ժամանակ։ Այս բոլոր պարամետրերով ընդ որում։ Եվ ես հույս ունեմ, որ դուք ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեսնում եք